Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան կալանքի տարվելու նպատակով, սակայն ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Հրավիրված շտաբ բուժօգնության բժիշկները արձանագրել են զարկերակային բարձր ճնշում եւ հետագա հետազոտության նպատակով Քոչարյանը տեղափոխվել է բուժհաստատություն։ Երկրորդ նախագահի գրասենյակից էլ հայտնում են, որ նա վերջերս բժշկական միջամտության է ենթարկվել, որի մասին տեղեկություն չի հրապարակվել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 3, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու 2 եւ փողերի լվացման 4 դրվագով։ Նույն վարույթով քրեական հետապնդում է հարուցվել եւս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են երկրորդ նախագահի ավագ որդին Սեդրակ Քոչարյանը, Պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Local Developers ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանը, ինչպես նաեւ Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոն է զբաղեցրած եւ շինարարական գործունեություն իրականացնող Այգեձոր ընկերությունը ղեկավարած Արամայիս Ոսկանյանը, նրա կինն ու 2 դուստրերը։ Երևանի Պիացցա Գրանդե բիզնես կենտրոնում խուզարկություն է իրականացվել Լևոն Քոչարյանի կնոջ երկչուհի Սիրուշոյի Պրեգոմեշ ընկերության գրասենյակում։ Շենքի առաջինից երրորդ հարկերում գտնվող տարբեր գրասենյակներ, այդ թվում միջազգային Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ այլն կապարակնքվել են։ Խուզարկել ապա կապարակնքել են նաեւ Սիրուշո Production ընկերության գրասենյակը։ Այսօր վաղ առավոտից խուզարկություններ ու վարորդային այլ գործողություններ են իրականացվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին պատկանող բազմաթիվ օբյեկտներում։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, հայտնել է նահանգապետ Վենյամին Կոնդրատյևը։ Բացի այդ, Աֆիպսկի երկաթուղային կայարանի վրա ԱԹՍ-ի բեկորներ ընկնելու հետևանքով 2 մարդ զոհվել է, եւս 2-ը վիրավորվել։ Ճապոնիայի հարավային ափին մոտեցող թայֆունի պատճառով Կագոսիմայի պրեֆեկտուրայում մի քանի հազար մարդ է տարհանվել։ Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները նախազգուշական միջոցառումների շրջանակում կարգադրել են չեղարկել դպրոցներում դասերը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է ավերիչ քամու վտանգավոր պորտկումների, ինչպես նաև ծովում բարձր ալիքների ռիսկի մասին։ Այժմ թայֆունի էպիկենտրոնը գտնվում է Մինամիդայտո կղզուց 50 կիլոմետր դեպի հյուսիս։